Եվ վաղ շաբաթի ընտրությունները։ Հիմա տեսեք, վաղ շաբաթի ընտրությունները։ Վաղ շաբաթի ընտրությունները կարևոր են, որտեղ պրակտիկորեն ես կարծում եմ, որ դա կլինի վերջին տեղական ընտրությունները համապետական ընտրություններից առաջ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը պրակտիկորեն պարտվել է ինքը խոշոր բոլոր քաղաքներում, նայեք, պարտվեց ինքը Վանաձորում, բայց մանիպուլյացիաների արդյունքում թույլ չտվեց, որ այնտեղ լինի ընդդիմադիր քաղաքապետ, շատ լավ գիտեք այդ պատմությունը։ Պարտվեց Ալավերդիում նույն մանիպուլյացիայով ինքը փաստորեն փոխեց այնտեղ իշխանությունը։ Հետո պարտվեց Գյումրիում, հիմա չի կարողանում, այսպես ասած, հանգստանալ, որ Գյումրիում ինքը խայտարակ պարտություն է կրել։ Պարտվեց Արաքյալում, որի արդյունքում սպանվեց ընդդիմադիր որի հետևանքով։ Հիմա փաստացի այս մարդը տեսել է, որ ինքը բոլոր տեղերում կապ տեսնում իր անդիմադիր լինելու, այսինքն սպանություն է։ Միանշանակ, ինքը բոլոր տեղերում պարտվում է։ Ինչ է նշանակում, որ ժողովուրդը ի հեճուկս այսօրվա քաղաքական վերնախավի ինքը գնում է տեղերում դեմ է քվեարկում։ Պատկերացրեք համապետական մակարդակով ինչ մեծ էնտուզիազմ ունի, որ ժողովուրդը կատաղած գնա այս մարդկանց դեմ քվեարկի։ Ինչքան էլ որ ծույլ քաղաքական վերնախավ մենք ունենք, միևնույն է ժողովուրդը ուզում է նորմալ ապրի, ուզում է անվտանգ ապրի եւ ինքը բնազդով է հասկացել, որ այս մարդիկ մահաբեր իշխանություն են բերել իրենց համար։ Սա շատ པարզ խնդիր է։ Հիմա ինչ արել էս իշխանությունը։ Դուք վերցրեք։ Հիմա տեսեք 2003 մի վարքյան։ Ներողություն։ Հա, տեսեք, վաղ շաբաթի ընտրությունները, որ պետք է անցնեն նոյեմբերի 16-ին, ինչ արեց իշխանությունը։ Խոյ համայնքը միացրեց Էջմիածին քաղաքին, որպեսզի իրան մտածում էր, որ Խոյ համայնքում ինքը իր տեխնացում պետք է ունենա մեծ շատ ձայներ, հա։ Բայց հետաքրքիր բան ձևակերպում ասեմ, ուրեմն առանձին վերցած Խոյ համայնքում եւ Էջմիածնում իրար հետ միասին ապրում էին մոտավորապես 65,000 ընտրող։ Առանց եթե մենք հաշվում ենք Էջմիածին քաղաքում կար պաշտոնապես կարծեմ 43 թե 44,000 էր, Խոյ համայնքում 20-21,000 մոտավորապես, հա, այս թվերը ավելի հստակ չեմ կարող ասել, բայց իրար գումարայինը դառնում էր 65,000, բայց պարզվեց, որ իրար հետ որ միացվել են այդ համայնքների հետ միասին դառել է մեկ միասնական համայնք, հիմա պաշտոնապես ձևակերպված է ունեն 70,000 ընտրող։ Այսինքն 65,000 տեղը ունեն հիմա 70,000, այսինքն 5,000 ընտրող անհայտ ձևից դուրս է եկել, որտեղից այդ 5,000-ը ոչ մեկ չգիտի։ Իրանք կարող են ձևակերպել, որ դա փախստականներն են, բան եւ այլն, սենց բանի տակ, այսինքն իրանք ունեն, ես կարող ենթադրեմ, որ պոտենցիալ իշխանություն ունի 5,000 մեռած հոգի ժողովուրդ։ Ես ուղղակի ուզում եմ զգոն լինի մեր վաղարշապատի համայնքի բնակչությունը, որովհետեւ իշխանություն ընտրությունից առաջ ես կարող ենթադրեմ, որ ունի մոտավորապես 5,000 մեռած հոգի, որը ինքը պետք է օգտագործի։ Հիմա դուք կասեք այդ 5,000-ը քիչ է թե շատ է։ Ես կարծում եմ, որ ֆանտաստիկ շատ է, ասեմ ինչի, որովհետև 2021 թվականի ընտրությունների արդյունքում Խոյ համայնքում եւ Էջմիածնում իշխանությունը հավաքել է ընդհանուր իր հետ միասին 10,000 ձայն։ Այսինքն մոտ 5,000 ձայն հավաքել է Էջմիածնում, 5,000 Խոյ համայնքում։ Այդ իշխանությունը հավաքի այդքան։ Այսինքն ինքը ունի 21 թվականին ունեցել է 10,000 ձայն։ Հիմա ինքը այս ընտրություններին որ գնում է արդեն ի սկզբանե 5,000 գողացել է, գրպանում ունի 50% ինքը բոնուսը գրպանում է արդեն, Ժորժ ջան, իմացեք։ Բաները չի բացահայտել այդ 5,000։ Սա մենք դա պաշտոնապես հրապարակային ասում ենք։ Մենք ասում ենք, թող մյուս ընդդիմադիր ուժերն դրա մասին խոսեն, ասեն, կանչեք իրանք էլ թող ներկայացնեն այդ ամենը, թող պարզաբանեն, թող այս իշխանությունը ներկայացնի, թե որտեղից է ի հայտ եկել այդ 5,000 մարդը, որը իրանք ուզում են օգտագործեն ընտրությունների ժամանակ։ Սա շատ կարևոր խնդիր է։ Եվ ես հույս ունեմ, որ Անջելա ջան, որ դու էլ հրավիրես մյուսներին, բոլոր մյուս ուժերին էլ հրավիրեք, այդ մյուս ուժերը ոչ թե լուր կմնան, այլ կխոսեն դրա մասին, եւ կբացահայտեն, կպարզեն թե դա ինչա նշանակում։ Սա շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները, մեր այն բնակիչները, որոնք ապրում են այդ համայնքում, հասկանան այն մարդիկ, որոնք տատանվում են։ Իսկ սկզբանե գողացել են ձեր ձայները։ Իմացեք, որ եթե դուք հանգարտ չգնաք ընտրության, ապա ըստ էության ձեր տեղը միևնույն է մեռած 5,000 հոգի քվեարկելու է։ Սա շատ կարևոր է, այսինքն դուք ձեր ամեն մի չգնալը ընտրության դուք փաստացի այդ ընտրությունը հիմա սկուտերվել նվեր եք տալիս այս իշխանությանը։ Այս իշխանությունը փաստացի ինչ անում։ Ինքը պատրաստում է ընդհանրապես յուղացիության վրա հսկայական հարկեր դնի արդեն գալիք տարվանից։ Ես շատ կարևոր բան ասեմ, որ տեսեք, ուրեմն Հայաստանի համախառն ներքին արդյունքը այս տարիների ընթացքում մեծացել է 2 անգամ, բայց 2 անգամ մեծացել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այլ մեծացել է այն զուտ այն բանի պատճառով, որ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում հնարավորություն ստացել Հայաստանը, այսպես ասած,
բանը բուֆերային երկիր դառնա, որպեսզի Ռուսաստանի արևտուրը արևմտյան երկրները նաև Հայաստանի միջոցով գնա։ Այդպիսի երկրներ են դարձել Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Էմիրատները, Ղազախստանը եւ այլն։ Եվ Ռուսաստանը անուղղակիորեն այդ Հայաստանի այդ Տրամպին օգտագործում է եւ դրա որի արդյունքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2 անգամ մեծացել է։ Բայց 2 անգամ մեծացել է Հայաստանի համախառն ներքին արդյունքը տարբեր տիպի ցուցանիշներ կան։ Գյուղատնտեսությունը այս տարիների ընթացքում կամ չի զարգացել, կամ մինուսի մեջ է։ Այսինքն այս իշխանության պահվածքը այնքան լկտի է, որ շահումով խաղերի ոլորտն է զարգանում, չգիտեմ, առևտուրն է ամեն ինչ զարգանում է բացի գյուղատնտեսությունից։ Ընդ որում գյուղատնտեսությունից, որը կազմում է համախառն ներքին արդյունքի մոտավորապես 30-ից 40% է։ Հասկանում եք, այսինքն այս իշխանությունը գյուղացուն ոչինչ չի տվել։ Հələ ոչ միայն ոչինչ չի տվել, մի հատ ինքը պատրաստ է մյուս տարի հարկեր դնի, ասենք, այս գյուղացիների վրա, եւ այն գյուղացիները, ովքեր որ ոչ մի օգնություն չեն ստանում պետությունից, իրանք սեփական ջանքերով փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել, այս պետությունը տեսնելով այդ բանի վրա, ինքը ուզում է այդ թաթը դնի այդ բանից ինչ-որ եկամուտներ տանի։ Հասկանում եք, սա ես նույնիսկ եմ ուզում կրկնեմ, որ այն գյուղացիները, որոնք մտածում են, որ իսկապես գյուղի զարգացման համար իսկապես պետք է որ մենք ունենանք մի իշխանություն, որը գիտակցի, որ գյուղի զարգացումը շատ կենտրոնական դեր պետք է խաղա Հայաստանի համար, պետք է ամեն ինչ անի, որ այս իշխանությունը մերժի։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ, Ռուսաստանի գյուղատնտեսությունը զարգացման, ասենք, տարբեր տիպի ուղղություններով, ասենք, չգիտեմ, հացամթերքի կամ չգիտեմ, այլ տիպի բաների, ինքը ռեկորդներ է սահմանում։ Ինչի, որտեղ այնտեղ գյուղատնտեսությունը պետությունը մեծ բաներով սուբսիդավորում է։ Էլ չասեմ եվրոպական երկրներ, բոլոր եվրոպական երկրներում գյուղատնտեսությունը հսկայական մակարդակի մեծ սուբսիդիաներ է ստանում, որտեղ աշխարհում ոչ մի երկրի գյուղատնտեսություն ինքը չի կարող էֆեկտիվ աշխատել, ինքը ինքնարժեքի իմաստով չի կարող մրցի, դա օբյեկտիվ տենց է ստացվել, այդ ոլորտը այդպեսին է։ Հայաստանը եզակի երկրներից է, որը շատ քիչ դոտացիա է ստանում պետությունից, շատ քիչ սուբսիդիաներ է ստանում։ Հիմա այս պարագայում մի հատ հարկային բեռ ավելացնելը դա կլինի մահ գյուղատնտեսության համար, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չլինի։ Շնորհակալություն եւ երկու մեջբերում էլ համագործակցություն կլինի, այո, եւ նախընտրական շրջանում եւ անկասկած համագործակցություն այն ուժերի շրջանում, որոնք կանցնեն խորհրդարան, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Պատրաստ եմ մեր ձայները տալ հաղթած ընդդիմադիր տեխնացուին, ոչ միայն պատրաստ եմ, այլև ուրախ կլինեմ, այնուհետև մեջբերեմ, այսօր երևում է երկու միավոր, որ մտնում են խորհրդարան, շատ քիչ են զիջում ԿՊ-ին, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծած կուսակցությունը։ Լավ կլիներ, որ հենց ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանը խոսեր, որ այս բոլորը միավորված գնային, որ ոչ թե այս կամ այն միավորը կանցնի եւ կգնա։ Սպասենք, հույս ունենանք, որ կհասունանա այնպիսի մի պահ, եւ ազգը եւ առաջնորդները եւ լիդերները կգիտակցեն, որ պահը օրհասական է եւ միայն միավորված ճակատով կկարողանանք հաղթել Թուրքիային գոնե այս փուլում, որտեվ այս կռիվ չի, մենք ցավոք սրտի չենք գիտակցել, որ սա բան կռիվ չի էլի Նիկոլի դեմ, սա կռիվ է երկրի ազատագրման համար կամ Հայաստան կամ Հայաստան ունենալու եւ հայ մնալու համար։ Հայաստանում երբևիցե աշխարհակահաղական ընտրություն չի եղել։ Այո, սա Հայաստանում միշտ ընտրությունները եղել են ներքին կյանքի խնդիրների շուրջ։ Երբևիցե ոչ մի անգամ Ղարաբաղի Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ առանցքային վեճ չի եղել ներքին խաղացողների միջև։ Սա առաջին անգամ, սա կարելի ասել, որ Հայաստանը կմնա թե չի մնա, մենք կլինի թե չի լինի։ Ինքը դառնալու է թուրքական վիլայետ, թե մնալու է որպես պետություն։ Համաձայն չէ, որտեղ վիլայետ չի մնալու։ Եթե վիլայետ մնար, Արևմտյան Հայաստանը մի բան կգտնեի։ Այսինքն սա նշանակում է Հայաստան չի լինելու, հայ չի լինելու։ Վիլայեթը դա առաջին քայլն է, երկրորդը արդեն կլինի հայազրկումը ընդհանրապես հայերից դից։ Այսինքն սա պարզ խնդիր է, ես նույնիսկ եմ կրկնում, դա բոլորի համար հասկանալի է։ Հասկանալի է թե ինչի է Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով տանում, որտեղ ինքը անձնական խնդիր ունի, ինքը ունի խնդրեմ, վախեր Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից, որտեղ ինքը գցել է իրեն, ինքը ըստ էության խոսք էր տվել, որ Ղարաբաղը ինքը Ղարաբաղը գցել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև Ռուսաստանին է գցել։ Եվ հայերը հասկանան, որ մի վախեցեք, դուրս բերելով իր զորքերը Ադրբեջանից, հիմա ունի խնդրեմ Ադրբեջանի հետ, Ադրբեջանը փաստացի ազատվելով Ռուսաստանի հետ կապանքներից, ինքը արդեն փորձում է կոշտ քաղաքականություն տանել։ Եվ ռուսները գիտակցելով թե ինչ արել Նիկոլ Փաշինյանը, իրանք ունեն ատամն անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, ինքը
վախեր ունի Ռուսաստանի նկատմամբ եւ ամեն ինչ ուզում է անել, որ Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի, այսպես ասած, այդ բանից, բայց որի արդյունքում տուժելու է Հայաստանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը իր անձնական վախերն ու իր անձնական շահերը ավելի բարձր է դրել, որտեղ ինքը անձնական վախ ավելի կարևոր է համարում, որի արդյունքում կտուժվի հայ ժողովուրդը։ Հիմա հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թե գալիք ընտրությունների ժամանակ ով է ավելի կարևոր, հայ ժողովուրդը թե Նիկոլ Փաշինյանի շահերը։ Այսինքն ստեղ ընտրությունը այսպես է լինելու հայ ժողովրդի մի կողմից եւ Բայց առաջին քայլը, պարոն Ոզյան, դուք ճիշտ նկատեցիք ձեր խոսքի սկզբում, առաջին քայլը պիտի անեն ընդդիմադիրները, լիդերները, առաջնորդները, որ ցույց տան, որ այդ սարսափելի վտանգի առջև իրենք ոչ թե գնում են իրենց նեյնիմներով եւ ամբիցիաներով, իրենք գնում են ճակատային, միասնական բանով։ Հիմա ասես մի հատ բան էլ ասեմ, շատ կարևոր է նաեւ ընդհանրապես խոսույթը, ընդհանրապես քաղաքական վերնախավը, որպեսզի կարողանա հասարակ մարդու համար հասկանալի դառնա, ինքը պետք է ունենա համապատասխան խոսում։ Այսինքն ինքը պետք է ունենա առաջարկություն։ Ինքը պետք է ասի, թե օրինակ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը ինչ այլընտրանք է ներկայացնում։ Ասեմ ձեզ, որ այս պահեդրությամբ, այս հավոք սրտի եմ ասում, մենք շփվում ենք մարդկանցից եւ գիտենք, բոլոր քաղաքական ուժերի մոտ եւ անձերի մոտ կա խորը լղոզվածություն։ Շատ խորը լղոզվածություն։ Ես անկեղծ եմ ասում, Անժելա, ես չեմ ուզում գլուխ գովամ, բայց նույնիսկ եմ ասում, այս իմաստով ամենահստակ, ամենահասկանալի, ամենակոնկրետ առաջարկությունները ունի, կոնկրետ մենք ենք, որովհետև մենք կոնկրետ ասում ենք, թե ինչպես կարող ենք կանգնեցնել Ադրբեջանի սպառնալիքները։ Մենք ասում ենք, որ Ադրբեջանի սպառնալիքները կարող են կանգնեցնել, եթե մենք ունենանք միջնորդ երկիր, որը կարողանա բանակցությունների մեջ մտնի։ Այդ միջնորդը կար նոյեմբերի 9-ի համաձայնագրով, հիմա Նիկոլ Փաշինյանը հանել է այդ միջնորդին, մնացել է մենակ Ադրբեջանի հետ եւ Իլհամ Ալիևի ցանկությունից է կախված, ինքը քանի տարածք կարող է վերցնել Հայաստանից։ Դա շատ պարզ խնդիր է, բայց այդ կոնկրետ տեսակետը, կոպիտ եմ ասում, այլ քաղաքական ուժերի մոտ լղոզված է այդ ամեն ինչը։ Մենք կոնկրետ ասում ենք, որ մենք հասկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների մեջ մենք ոչ պատերազմի կողմնակից ենք, ոչ էլ կներեք քծնելու կողմնակից ենք, ինչ որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը։ Դա շատ պարզ խնդիր է։ Մենք ասում ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված մենք պետք է բալանսավորված միջնորդ ունենանք եւ ընդհանրապես մեր զիջումները պետք է համատեղ բալանսավորված բնույթ լինի։ Այսինքն եթե մենք ինչ-որ բան ենք տալիս, մենք ինչ-որ բան պետք է ստանանք իրանից։ Եթե մենք միակողմանի մենակ զիջում ենք, մենք այդ միակողմանի զիջումներով անverջ կարող ենք հասնել մինչև Հայաստանի կործանում։ Մենք առարկայական ենք պատկերացնում, թե ինչպես դա կարող է անել։ Առարկայական, ոչ թե վերացական քննադատելով եւ մարդկանց հետ շփումներով մարդիկ ասում են, հա, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, բայց ընդդիմությունից ինչ առաջարկություն կա, ինչ են իրենք պատկերացնում։ Մենք կոնկրետ բան չենք լսել, ոչ մեկ։ Չստաֆես չհասկացար արժանապատի խաղաղություն։ Այսինքն կներեք մի բան էլ ասեմ, երբ որ մենք ասում ենք, որ կան ծանր խաղացողներ, այդ ծանր խաղացողների շուրջ պետք է համախմբվենք, բայց նաև լավ կլինի, որ այդ ծանր խաղացողները հիմա կոնկրետ իրաց տեսակետները ասեն։ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, Արցախի հետագա հետ կապված ոնց են պատկերացնում, տնտեսական զարգացման հետ ոնց են պատկերացնում, սոցիալական կյանքի հետ կապված ոնց են պատկերացնում, այս օլիգարխիկ համակարգը ինչպես պետք է վերափոխել, ինչպես պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունները, հայ-արամեծյան հարաբերությունները, հայ-ռուսական, այս ամեն ինչը, Անժելա ջան, սա վերացական խոսքեր չեն։ Մեր ժողովուրդը շատ ավելի հասունացած է, քան որ մենք սաղս պատկերացնում ենք, որտեղ մեր ժողովուրդը բացի հայաստանյան լրատվամիջոցներից նաև ստանում են դրսի լրատվամիջոցները, տեսնում են, փորձից սովորում են, մարդիկ գնում են արտերկրի, տեսնում են, թե ոնց են երկրները զարգանում, բան, եւ մարդիկ ավելի զարգացած են, քան մեր քաղաքական վերնախավը, որի արդյունքում մենք մեր մոտ առաջացել է քաղաքական դաշտում խորը դիսբալանս։ Մենք ասում ենք, այս մարդկանցից կախված է, այս մարդիկ ոչ մի կոնկրետ բացի հասկանալի այն քննադատություններից որ կան, իրանք ոչ մի առարկայական, ամբողջական, փաթեթային պատկերացումներ չեն ներկայացնում մեր ժողովրդին։ Սա շատ ամորֆ բան է։ Ես համաձայն եմ, որ հանդերձ ուրեմն խոսում է, ասուլիս է տալիս Նիկոլա։ Ես ուրիշ բան եմ, ասենց ասեմ, ես ինչ եմ հիմա առաջարկում, ես առաջարկում եմ հետևյալ տարբերակը, որ իսկապես ես արժի, որ Անժելա ջան, կոնկրետ դու քո հարթակով մարդկանց կանչես կոնկրետ բոլոր քաղաքական ուժերի ներկայացներին այդ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց տեսակետները ներկայացնեն։ Միգուցե արժի կոնֆերանս անել, ֆորում անել, այդ մարդկանց հավաքել ինի բերել եւ իսկապես տարբեր տեսակետների քննարկում անել, որպես այդ քննարկման արդյունքում ինչ-որ մարդիկ սովորեն, թե ինչպես պետք է բանանել։ Ինչ-որ մարդիկ իրենց տեսակետները կարող են փոխել, հասկանում եք ինչ նախնդիրը։ Ես նույնիսկ եմ ասում, մենք այն եզակի ուժերից ենք, որը հստակ ունենք կոնկրետ ծրագիր եւ այդ ծրագրի մեջ մենք պատրաստ ենք ներկայացնել սկսած սոցիալական խնդիրներից մինչև անվտանգային խնդիրները ամբողջական։ Եթե այդ խնդիրների ծրագիրը ունեն նաև
ձեր ասած ուժերը, ազդեցիկ շրջանակները, բան դուք իրանք են դեր ներկայացնեն։ Եթե դու չես ներկայացնում այդ ամեն ինչը, այդ ամորֆ է մնում։ Հասարակության դժգոհությունը մնում է նույնպես ամորֆ։ Հասարակության 90%-ը դժգոհ է այս իշխանությունից, բայց չի կարողանում կողմնորոշել թե ում հոտ գնա։ Սա ամբողջովին անգլիա։ Մենք պետք է պահանջատել լինենք այդ շրջանակներին։ Մենք պետք է մենակ ոչ թե մենք մեղադրանքներ ներկայացնենք Փաշինյանին, այլ մենք պահանջատել լինենք նաև այն մարդկանցից, ովքեր որ եթե չունեն, թող սովորեն, եթե ունեն, թող ներկայացնեն, կամ եթե ունեն, բայց ինչ որ կիսատ պրատոներ, կարծում եմ որ կլոր սեղանի շուրջ կանանք նստենք, իսկապես բյուրեղացնենք այդ process-ը, որպեսզի այդ բյուրեղացման process-ի արդյունքում մենք ունենանք միասնական օրակարգ։ Այդ միասնական օրակարգը կբերի արդեն միասնական ուժերի զարգացմանը։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն, բայց օրակարգը մեկն է՝ ազատագրվել թշնամական ներսի ուժերից։ Շնորհակալություն։ Այո։